Բարու երեկո սիրելի հայրենակիցներ, կաղապարակիցներ, Facebook-չան ընկերներ ջան։ Սիրելի մարդիկ, ուրեմն այսօր նորից համանցացում մեզ բոլորից հայտնի արդեն համանցացում տեղ գտած Սադրիչի կողմից տեղի ունեցած այդ իրադարձությունը, որ ինչ որ Միկա, թե Միկի անունով ինչ որ մի հատ Սադրիչ համարցակ տղով կերպարի մեջ մտած, տես դուխով տղով ռեկ բռնելու նպատակով, որ ռեկ բռնի, մի քանի հոգի ծապտանասեն արա, էսի ուժեղ տղա ես ազգային ժողովի նախագահի հետ, ոնց է իր արայով, մարայով խոսում, լամե հատել հայհոյում, հենց այդ նպատակով, իմանալով հանդերձ, ազգային ժողովի նախագահի, սրանք բոլոր իմանալով հանդերձ, ազգային ժողովի նախագահի, իրական Հայաստանի իրական վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այդ կուսակցության, այդ քաղաքական ընտանիքի կողմից ձեռք բերած արժեքները, կանոնները, հարստությունը, օրենքները թույլ չի տալիս եւ չի կարա թույլ տա, որ նման հազար ներեգություն բառապաշարի համար հաբրգած տասովչիկներին հետապնդեն եւ շքատներին ասպատեզների դեմը սամասուդի ենթարկեն։ Սրանք, սիրելի մարդիկ, այդ ամենին իմանալով, որ իրանց բեյնին չեն ուտելու, իվալի չեն դառնալու, ողնաշարները չեն ջարդելու, ծնոտը տեղից չեն տեղափոխելու, այսպես մտնում են համարցակ տղու կերպարի մեջ, ռեկ բռնելու համար, գալիս են, այսենց իրանց լկտի նման են պահում։ Իրանց ով լինելը, ինչի տղա լինելը վերնագրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից լեգիտիմ ընտրված իշխանության անդամներին։ Վերնագրում են իրական Հայաստանի իրական ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը սատարող քաղաքացիներին, ակտիվ քաղաքացիներին, բլոգերներին, բայց իրանք ոչ թե այդքան կան, որ իրանք այդքան կան, իրանք կարան հայհոյեն, իրանք կարան գասեն ծարով մարով կուրաժի տնեն ու ռեկ բռնեն, ոչ, իրանք շատ լավ գիտեն, որ իրանք չեն հետապնդվելու, սամասուդի չեն ենթարկվելու ու իրանք ծանոթը տեղից չեն գցելու։ Այդ դրա համար է, սիրելի ժողովուրդ, 2018 թվականի հեղափոխության արժեքների, օրենքների, հարստությունների, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռք բերած արժեքների հարստության թիկունքում պակված, այսինքն իրանք լակոտավարի են պահում, մարդկանց հունից հանում է, ու սենց ռեկ բռնելու համար մի հատ էլ համանցացում հայ բուդուլ են անում, հոյ, ազգային ժողովի նախագահը մեզ հայոյեց, էս արեց, են արեց։ Ժորժ ջան, ամբողջ YouTube-ը քրքրեցի, գնացի մինչև 2000 իմ հիշողությունը, որ ինձ ինչքան հիշեցրեց, գնացի ասենք մինչև 2009-10 թվականները։ Եվ ես չեմ գտնում մի դեպք, որ ինչ որ մի հատ բլոգեր կամ ընդդիմադիր հայացք ունեցող ակտիվ քաղաքացի, ով ակտիվորեն քաղաքականության մեջ ինչ որ գործողություններ է ծավալում, ես չեմ հիշում, որ մի հատ գյուղապետի հետ, հանրապետական, ասենք օրինակ, գյուղապետի հետ կարանար նման ազատ ոճի մեջ, նման լեքսիկոնով խոսակցություն ունենա։ Ես չեմ հիշում, որ Ռոբիկի Սերժիկի հետ, նա են սենց աշկերի մեջ, ու նման ազատ ոճով, արհամարական տենց վերաբերմունքով, են քուչի խուլիգանի նման կեցվածքով, սենց կուրաժի տնելով, հարցեր տան, ու մի հատ էլ իրանք սկսեն խոսալը, անընդհատ խոսքի ընթացքում ընդհատեն, ես դες չեմ հիշում։ Գիտես ինչի չեն արել ժողովուրդ ջան։ Գիտես այս Միկի նման գյադագյուդեքը ինչ չեն արել։ Որտեղ հստակ գիտակցեն են, որ հանկարծ ինչ որ թեմայով մոտիկանան, դաժե անուն ազգանունը սխալ տան, իրանք տուն չեն հասնի, իրանք հենց տեղում, հենց այդ պահին, հենց այդ վարքյանին, իրանք ծնոտը կտեղափոխեին, իրանք ողնաշարները կջարդեին, քացու տակ գցեին, ենքան կծեցեին, որ էշին քերիկ ասեր, որ բերանը ծուրտիկ խոխին քերիկ ասեր։ Հիմա տեսնում եք, չէ՞ ոնց են իրանք պահում։ Ազգային ժողովի նախագահ են հետապնդում, գալիս են, բալամալա այդ ինձանից վախենում ես, չէ արյա, արա դու կար այդ ինձ պտին ձանից վախենակ, տենց արով, մարով, կուրաժը տնեն ու մի հատ էլ
հայհոյանքներ հնչեցնեն։ Այդքան իրանք իրանց վրա վստահ են։ Այ իրանք ճանաչելով մարդու մարդկային տեսակը, իրանք շատ լավ ճանաչելով երկրի վարչապետին, որ երկրի վարչապետը մարդ չի հետապնդում, մարդ չի սպանում, մարդ չի սամասուդանում, որ երկրի վարչապետին չունի խմբեր, կիլլերներով հավաքագրված, որ այդ տեսակի հետևից գնա եւ պատեզների դեմը դիմավորի դուբին կեքով սամասուդի ենթարկի կամ գցեն դորջարի բագաժները տանեն մի հատ մանկապարտեզի նկողում այնքան քացուտա գցեն, այնքան ծեցեն, որ բերանը ծուրտի խոխեն քերի ասեն։ Այդ ամեն ինչ իմանալով, ցեզ մտնում են տաղու կերպարի մեջ, ցեզ դուխով տղու կերպարի մեջ, ու ինչ այլանդակ լեքսիկոն, ու այն փողոցային բառապաշարով, այն փողոցային կարգավիճակ ունեցող կոնչնի ալկաշի նման իրանց պահելով, կուրաժիտ են գալիս, նա մի հատ էլ հայհոյում են։ Ու ոչ թե մենակ Ալեն Սիմոնյանին, բոլորին։ Ուրեմն Ժորժ ջան, տեսեք էս ինչ է կատարվում։ Սա չի կարա սենց շարունակվի։ Գիտեք ինչ, մենք նաև հետևելով աշխարհի բոլոր ժողովրդավարական պետություններում, մենք նաև գիտենք, մենք հետևում ենք, նաև գիտենք աշխարհի ամենաժողովրդավար պետություններում ինչեր է կատարվում, որ անձ իրան ոնց պահում է, ինչ արժանի պատասխան է ստանում, մենք այդ ամեն ինչը գիտենք։ Բայց ես վստահորեն ասում եմ, սիրելի մարդիկ, մենք աշխարհի ժողովրդավար պետություններից ամենաժողովրդավար պետությունն ենք, ամենաժողովրդավար։ Այսօր այդ ամեն ինչը կա։ Ես իմ վրա Ժորժ ջան, գիտեք ինձ իմանալով հանդերձ որ մի քիչ ակտիվություն եմ ցաբերում, ինձ ինչի համար են իրանց ով լինելը, ինչի տղա լինելը, ինչի համար են կոմենտով կամ սաբշենի ինձ գրում ֆեյք էջերով։ Գիտեք, ոմանք էլ իրանց էջերով, որ ցեզ նստում հետևում ես, տեսնում ես օվկիանոսից Էնյան է իր բնակչության վայրը հաստատել եւ օվկիանոսից Էնյան ապրում, օվկիանոսից Էնյան նստած, ասենք իր դեմքով հայոյանք է գրում։ Որովհետեւ գիտեն, որ ես Քաղաքական պայմանագիր կուսակցությանը սատարող ակտիվիստ Մանվել Սարհատյանս, համանցածում ակտիվություն ցուցաբերող Մանվել Սարհատյանս, գնամ ինչ որ մի հատ այդ հայոյողի հետևից եւ իրենց հենց տան բակում ես իրան դիմավորեմ, ծնոտը տեղից գցեմ կամ ենթարկվի սամասուդի, մեկ ժամ հետո անձամբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, կարգադրությամբ Մանվել Սարհատյանին հրավիրելու են Քաղաքական պայմանագիր կուսակցության շտաբ, գրասենյակ, նկատողությունը տալու են եւ դուրս են հրավիրելու Մանվել Սարհատյանին։ Իրանք այդ ամեն ինչը գիտեն։ Դրա համար է գիտեն, որ ինչքան էլ Մանվել Սարհատյանին հայհոյեն, Մանվել Սարհատյանը ինչքան էլի էմոցիոնալ, այո, ես շատ էմոցիոնալ տղա եմ, բայց ես շատ, այ հիմա ես իմ տեղս չեմ գտնում։ Ես իմ տեղս սիրտս կանգնում է, բայց թե այն ինչ որ ես եմ ուզում անեմ, չեմ կարում անեմ, որովհետև կաշկանդված եմ, որովհետև ես միշտ ասում եմ, պետք է անեմ անհնարինը, որպեսզի իրական Հայաստանի Հանրապետության իրական առաջնորդի հորդորների վրայից չանցնեմ, ու ես այս 8 տարվա ընթացքում հնարավոր իմ առողջության հաշվին, իմ նեղությունս, իմ մուրս, ընտանիքիս անդամների վրա օգտագործելով, ես ինքս ինձ վնաս տալով, իմ մերձավոր շրջապատին վնաս տալով, ես այդ հնարավոր անհնարինը ամեն ինչ արել եմ, որպես այն ոնց որ ես եմ ուզում, այդպես չանեմ։ Ու սրանք լավ գիտեն, որ իրանք չեն հետապետվելու, իրանք սամասուդի չեն ենթարկվելու, դրա համար է Մանվել Սարհատյանին էլ են հայհոյանքներ գրում, M1-ին էլ են գրում, ազգային ժողովի նախագահին էլ են հետապնդում, լկտի լեքսիկոնով խոսակցություն ունենում, իրական Հայաստանի իրական վարչապետի հանդեպ էլ են նույն ձևով իրանց պահում, իմանալով հանդերձ, որ իրանց գրեհիկ, փողոցային, խուլիգան պահվածքի համար դաստիարակչական ապրանք չեն ուտելու, սամասուդի չեն ենթարկվելու, այ երբ որ իրանք կհասկանան, որ իրանց այդ պահվածքի համար, իրանց այդ հայոյանքների համար, իրանք ենթարկվելու են սամասուդի, դրանցից, որ մեկի լեզուն կտրես, իրենք չեն հայոյի, իրենք կարմիր գծերը չեն անցնի, հասկացանք,
քաղաքականություն, հասկացանք կարծիքների տարբերություն, մարդիկ ունեն տարբեր կարծիքներ։ Հիմա ասենք քաղաքական հայաստերի համար, ինչի համար են տենց իրանց ով լինելը, ինչի տղա լինելը, վերնագրում ուրիշի։ Հասկացանք, որ դու այդ ինչի տղեն ես, հասկացանք, որ դու այդ տղեն ես, բայց դա չի նշանակում, որ քո ինչի տղա լինելը պետք է կոմենտով ուրիշին վերնագրես։ Սիրելի մարդիկ, սիրելի ժողովուրդ, անձամբ ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մինչև հունիսի 7-ը, օրը 24 ժամ, ամբողջ իմ հնարավորության չափով, անհնարինը հնարավոր դարձնելով, պատրաստվում եմ և պատրաստվելու եմ քաղաքակիրթ մակարդակով վրեժխնդրության քաղաքակիրթ մակարդակով։ Ոչ թե մերժման, ոչ թե ինչ-որ մեկին մերժեմ, մենք մերժել ենք 2018 թվականին, և ես մինչև հունիսի 7-ը քաղաքակիրթ մակարդակով պատրաստվում եմ վրեժխնդրությամբ, որպեսզի հունիսի 7-ին իմ կողմից մերժված խուլիգան բանտայից տասնյակ տարիներով սպասված վրեժս լուծեմ քաղաքական մակարդակով։ Հունիսի 7-ը հայ մարդու տասնյակ տարիներով սպասված քաղաքակիրթ մակարդակով վրեժխնդրության օրն է լինելու, այս խուլիգան բանդիտներից, այս մաֆիոզներից, այս քուչի խուլիգաններից, հունիսի 7-ին, այս քուչի խուլիգաներից, այս մերժված քուչի խուլիգաներից վրեժխնդրության օրն է լինելու քաղաքակիրթ մակարդակով։ Եվ ես, որպես վստահ եմ 100,000-ավոր քաղաքացիներից մեկը, ես իմ ամբողջ հնարավորությունով պատրաստվում եմ հունիսի 7-ին վրեժխնդրության։ Հունիսի 7-ին։ Իսկ սրանք, այս փողոցային գյադագյուդեքը, այս լկստված անդաստիրակ գյադագյուդեքը, որ սենց մտել են տղու կերպարի մեջ, համարցակ մարդու կերպարի մեջ, ռեկ բռնելու համար, ուղիղ եթերով, տեսեք, այնքան կան, որ ազգային ժողովի նախագահի հետ արայով մարայով ենք խոսում, լա մի հատ էլ հայհոյում ենք, ինչա ռեկ բռնեն։ Հարգելի իրավապահ ինստիտուտ, ուժային ինստիտուտներ, կարգի հրավիրեք այս փողոցային խուլիգաններին, այս հաբրգած փողոցային խուլիգաններին կարգի հրավիրեք։ Հակառակ դեպքում քաղաքակիրթ մակարդակով այս փողոցային խուլիգանները երազելու են, որ դուք իրենց կարգի հրավիրեք այս խուլիգաներին, կարգ ու կանոն հաստատեք Հայաստանի Հանրապետությունում, որպես այս խուլիգանները, այս տասովչիկները, այս գյադագյուդեքը հեղափոխության հարստության թիկունքում պահկված չմտնեն տաղուկ կերպարի մեջ, իրենց լեկտի նման պահելով, ինչա որ ռեկ են բռնում, մարդկանց ներվայնացնեն։ Կարգի հրավիրեք այս գյադագյուդեքին, հակառակ դեպքում այս գյադագյուդեքը երազելու են, խնդրելու են, որ իրավապահ ինստիտուտը, իրավապահ համակարգը իրենց կարգի հրավիրի։ Իրանք երազելու են, որ դուք իրենց կարգի հրավիրեք։ Իրանք երազելու են, դաժե որ գնան ծմմա, ինչ-որ մի հատ բանտախցում նստեն։ Փողոցային խուլիգաններ, հեղափոխության հարստության թիկունքում պահկված ուժեղ տղու կերպարի մեջ մտած, կոնչնի, ալկաշացած, հաբրգած գյադագյուդեք, ձեզ կարգի հրավիրեք, ձեզ վարկյան առաջ կարգի հրավիրեք ինքնուրույն, կամ իրավապահ ինստիտուտը պետք է ձեզ կարգի հրավիրի, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու ձեր այդ տեսակին, ձեր այդ որակին կարգի հրավիրելու, ստիպված ենք լինելու ձեր այդ տեսակին կարգի հրավիրելու։ Հեղափոխություն հասկանում ենք, որ թաքնված հեղափոխության հարստության թիկունքում թաքնված, ինչա որ ռեկ բռնեք, անկանոն դերերի մեջ եք մտնում, անպատասխանատու, անբարոյական գծերը անցած, ձեզ պահում եք անբարոյականի նման,
իմանալով հանդերձ, որ դուք չեք ենթարկվելու Սամասուդի։ Իմանալով հանդերձ, որ ազգային ժողովի նախագահի թիկնապահները ձեզ Սամասուդի չեն ենթարկելու։ Իմանալով հանդերձ, որ ազգային ժողովի նախագահը չունի խմբեր, ովքեր կգան ձեր հետևից դոր ջահարներով կամ ջպերով, ձեզ կգցեն բագաժնիկի մեջ եւ կտանեն ինչ-որ մի հատ պատվալում, քացուրեղ կգցեն։ Դուք այդ ամեն ինչը իմանալով, դուք ցես մտել եք ուժեղ տղու կերպարի մեջ, ձեր ինչի տղա լինելը, ցես բերում եք, բարձրացան արտահայտվում եք եւ պիտակավորում եք ուրիշի վրա։ Հիմա հանգստած մի հատ տեղը բերեք ձեզ։ Դուք ցենց սա երկար չի կարա ցենց շարունակվի։ Չեն կարա այս թափթփված, այս չգիտեմ, այսով այս փանթիներ այս թափթփված։ Չեն կարա իրանց սենս պահեն։ Չեն կարա ժողովրդավարությունը թույլ չի տալիս, որ այս թափթփածները գան, երկրի վարչապետին ինչ ասեն։ Սես կուրաժի լինելով խոսան, ազգային ժողովի նախագահին հետապնդեն, արավ հետը խոսան, այն մեկին հետապնդեն, արավ կուրաժի տնեն։ Ժողովրդավարությունը նման բան թույլ չի տալիս թույլ։ Իրավապահ ինստիտուտ, ազգային անվտանգություն, ներքի գործերի նախարարություն, հարգելի դատախազություն, կարգի հրավիրեք Հայաստանի Հանրապետությունում այս հաբարգած անդաստ իրավիճակին։ Հակառակ դեպքում իրենք կարգի կհրավիրվեն ու կհրավիրվեն, որևէ մեկը թող չկասկածի։ Սիրելի հայ մարդ, տեսնում եք չեն չկատարվում։ Տեսնում եք, չես խոլիգանները իրանց ոնց են պահում։ Տեսնում եք, չես որ այս պետությունից թռել են, Մոսկվաներում ծավալած քաղաքական ուժ են ձևավորել, թռած, այս պետությունից թռած, Մոսկվաներում, պատվաներում պահկված, որ sense քաղաքական ուժ են ձևավորել ուղի եթեներ են անում, դրանց գյադագյուդեք այդ փնթի տասոչիկները Երևանյան փողոցներում իրենց ոնց են խոլիգանի նման պահում։ Տեսնում եք, չէ՞։ Սիրելի հայ մարդ, հունիսի 7-ին քաղաքակիրթ մակարդակով մեր իսկ կողմից մերժված բանդիտներից վրեժ լուծելու օրն է լինելու։ Հունիսի 7-ը հայ մարդու, տասնյակ տարիներով հայ մարդու սպասված վրեժի իրագործման օրն է լինելու քաղաքակիրթ մակարդակով։ Եվ հունիսի 7-ին հայ մարդը քաղաքակիրթ մակարդակով տասնյակ տարիներով սպասված վրեժը կլուծի այս խուլիգաններից։ Իր վրեժը կլուծի։ Մենք հունիսի 7-ին ոչ մեկին չունենք մերժելու։ Մենք հունիսի 7-ին ոչ մեկին չունենք չընտրելու։ Մենք մեր մերժելը մերժել ենք։ Մենք բանտան մերժել ենք։ Մենք խուլիգան հանցագործ փանթի բանտան, հանցագործ խուլիգան բանտան 2018 թվականին մերժել ենք։ Մենք ոչ թե հունիսի 7-ին մերժելու կամ ընտրելու չընտրելու խնդիր ունենք։ Մենք հունիսի 7-ին վերջնականապես քաղաքակիրթ մակարդակով վրեժ լուծելու խնդիր ունենք։ Եվ մենք անձամբ ես իմ ամբողջ ուժով, իմ ամբողջ հնարավորություններով, անհնարինը հնարավոր դարձնելով, անհնարինը հնարավոր դարձնելով, որ այս մերժված փանթի խուլիգան բանդիտները իրենց ամենավատ երազում չեն կարող պատկերացնել։ Այդ անհնարինը հնարավոր դարձնելով, ես հունիսի 7-ին քաղաքակիրթ մակարդակով վրեժ ունեմ լուծելու սրանցից, եւ ես իմ վրեժը կլուծեմ սրանցից։ Դիմացեք, ժողովուրդ ջան, դիմացեք։ Մեր հարստության, մեր ուժեղության հետևում, մեր հզորության հետևում, այս տասովչի գյադագյուտեքը պահկված, մտել են ուժեղ տղու կերպարի մեջ ու ռեկ են բռնում, հայհոյանքներ են տալիս, չգիտեմ, արավ սենց կուրաժիտ են գալիս ու ռեկ են բռնում, իմանալով հանդերձ, որ իրենց կյանքը այդ պահին չի ավարտվելու։ Իմանալով հանդերձ, որ իրենց կյանքը այդ պահին չի ավարտվելու։ Էսա, ունենք այն, ինչ ունենք։ Ունենք այն, ինչ ունենք։ Իմ նման էմոցիոնալ մարդու համար շատ դժվար է համակերպվել։ Շատ ահավոր սարսափելի դժվար է։ Բայց կան ավելի հարուզ մտածող մարդիկ, ավելի հեռատես մտածող մարդիկ, ավելի ոչ էմոցիոնալ մտածող մարդիկ, որ համարում են, հլա ինձ էլ ասում են տղա ջան, ճիշտ է սա, մի ներվայնացի,
Ճիշտ է սա։ Նաև շնորհակալություն իրենց, որ իմ նման էմոցիոնալ մարդուն մենակ չեն թողնում եւ իրենց ճիշտ զրույցներով, խրատներով կարողանում են ինձ հանգստացնել։ Դե հիմա էսա ճիշտը։ Քանի որ էսա ճիշտը։ Ինչ անենք։ Էսա ճիշտը։ Բայց անկախ ամեն ինչից իրավական համակարգը, ազգային անվտանգությունը, ներքին գործերի նախարարությունը, դատախազությունը, իրավապահ ուժային ինստիտուտները պետք է վարկյան առաջ կարգ ու կանոն հաստատեն Հայաստանի Հանրապետությունում։ Այս բարդակը պետք է վերացնեն։ Այս խուլիգաների կողմից ստեղծված բարդակը, այս խուժաների կողմից ստեղծված բարդակը պետք է վերացնեն։ Վերացրեք։ Պետք է վերացնեք։ Պետք է վերացնեք։ Այս խուժանների կողմից ստեղծված բարդակը վերացրեք։ Վերացրեք։ Իսկ նրանք, ովքեր այս հարստության հետևը պաղկված մտել են համարձակ տղու կերպարի մեջ ու կարմիր գծեր անցած բաներ են խոսում, բաներ են գրում, անձամբ ես քաղաքակիրթ մակարդակով ձեր հետևից կգամ, քաղաքակիրթ մակարդակով, Աստծով ամեն ինչ լավա և լավ է լինելու։